Ժողջան, բարի լույս, այսօր մարտի 23-ն ենք և եկեք նայենք, թե շուկան ինչա ասում, ինչա սպասվում է շաբաթվա համար, մի քանի կարևոր նրբություններ ենք դիտարկելու, որը կարելի ասել հիմքն է լինելու, թե ինչպես շաբաթվա ընթացքում պետքա թրեյդ անենք, okay? Առաջին իսկ բանը, որ պետք է ասեմ, այնա, որ շաբաթը ակնհայտորեն դեպի ներքև է, այս շաբաթ լինելու, այսինքն ես ավելի շատ շորտերի վրա եմ աշխատելու, քան լոնգերի վրա, եկեք բացատրեմ ինչի։ Առաջի բանը այնա, որ եթե կնկատեք, մենք այս candle-ի, այսինքն այս մոմի range-ի մեջ ենք, ահագին ժամանակա մնացել, տատանվում ենք այս range-ի մեջ, բայց այն պահին, երբ որ մի փոքր zoom ենք անում, տեսնում ենք, որ այստեղ եւս range-ի մեջ ենք մնացել, այսինքն սա է եւ սա է։ Մեր range-ը նախորդ մոմը, այսպես մի հատ բան էր տեղի ունեցել, նախորդն էլ սա էր։ Հիմա ինչ է այստեղ տեղի ունեցել, տեսեք, այն պահին, երբ որ ինքը բարձրացավ այս զոնայից պարզապես ինչ արեց, շատ ուժեղ դեպի ներքև գինը ընկավ, ու գինը ընկավ դեպի ներքև, որովհետև այստեղ լիկվիդացիոն լուրջ զոնա կար, այսինքն այս հատվածում մեծ լիկվիդացիա կար սպասվող, որը որ եկավ վերցրեց ու մի անգամից անկում ապրեց, ու այս ամենը մեզ հուշում է, որ առնվազն մինչև այս գինը, այս զոնան մի փոքր ներքև միգուցե, այսինքն 65.5-ի սահմաններից 65-ից 65.5 հազար կարծում եմ այս շաբաթ հաստատ մենք տեսնելու ենք, որովհետև իրա իսկապես թարգետը սա է, այսինքն նույնիսկ այստեղ այս հատվածում մենք ունենք բավականին լուրջ լիկվիդացիոն զոնա։ Հիմա ինչ եմ սպասում, սպասում եմ, որ գինը մի փոքր բարձրանա վերև, որից հետո շարունակի ներքև իջնել։ Իմ վիբ խմբում ասել էի, որ երբ որ այս լիկվիդացիոն զոնան վերցրեց ու մենք ստացանք այսպես շատ գեղեցիկ մոմ, իրեն շատ տարբեր անվանումներ կա, մենք CRT մոմն ենք դիտարկում, որը որ այս հետո մենք այստեղ այս պոչի վրա շատ մեծ շորտի հավանականություն ենք ունեցել ու շորտեր ենք նույնպես բացել դեպի ներքև ակնկալելով առնվազն միջև այս գինը, որ հասներ, այսինքն այստեղ մոտավորապես այսքան անկում սպասում էինք, որ մոտ մի 4.5% բիտքոյնի անկում էինք սպասում, հետո երբ որ այս մոմը փակվեց, այս մյուս մոմը ակնհայտ ներքև էր ու այսպես շարունակ ներքև ենք դիտարկել, սա, ինչպես նաև սա։ Հիմա տեսեք, շաբաթական ներքև մոմ ունենք, օրական դեպի ներքև մոմ ունենք։ Եվ կարևոր է մի շատ հետաքրքիր բան ձեզ ցույց տալ, որ այստեղ մենք ունենք մի հատ մեծ order block, OB, okay? OB մինուս, որտև order block-ը դեպի ներքև է, այսինքն մենք ինչ ենք ակնկալում, ակնկալում ենք, որ այս զոնա պետք է մտնի ու իջնի ներքև։ Բայց սա իհարկե օրական գրաֆիկան է, պետք է մի փոքր ավելի փոքրացնենք գրաֆիկան ու հասկանանք, թե ինչ ունենք։ Նախ, եթե այս տեսանկյունից ենք նայեմ, ունենք մի հատ այսպես գեղեցիկ trend line, okay, ու այս trend line-ը կարա որպես արդեն դիմադրություն դիտարկվի այս զոնայում ու այս զոնայից արդեն ներքև իջնի։ Երկրորդ շատ կարևոր բան, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, այն է, որ եկեք սենց անեմ, որ այստեղ market structure-ի տեսանկյունից, okay, ունենք այսպես boss break of structure, այստեղ, այսենց, okay, հետևաբար սա ինչ է մեզ հուշում է, որ ներքև պետքա իջնի։ Որտեղ պետքա ներքև իջնի, որտեղ ունենք lower low, մենք ինչ ենք սպասում, lower high, որից հետո lower low։ Lower high-ը որտեղ կարող ենք գտնել, կարող ենք գտնել այս զոնայում նախ, որտեղ ինչա fair value gap-ը, FVG ունենք 4 ժամանոց, okay։ Օրական order block ունենք,
ունենք 4 ժամանոց fair-value gap այս զոնայում եւ Fibonacci-ն նույնպես մեզ հուշում է, որ մեր golden zone-ն է, այս fair-value gap-ը, հետեւաբար մենք այստեղ կակրաս ման ենք գալու մի հատ մուրջ, սենց մի հատ պատկերացրեք, սենց մի հատ մոմենք խնդրելու, որ սա կարմիր լինի, okay? Սա կարմիր գույն մի հատ մուրջ ենք դիտարկելու, որ այն պահին, երբ որ գինը գա հասնի այստեղ, այստեղից արդեն դիտարկենք դեպի ներքև։ Իհարկե այս զոնայում շատ հստակ ձևաչափ կա, թե ոնց ենք մենք շորտելու։ Ժող, եթե դուք ցանկանում եք պրոֆեսիոնալ թրեյդինգով զբաղվել, ցանկանում եք պրոֆեսիոնալ դասընթաց թրեյդինգային ունենալ, ապա լավ լուր ունեմ, որովհետև շուտով խմբային դասընթացները մեկնարկում է մարտի կեսերից եւ խոսելու ենք ամենապրիմիտիվ բաներից մինչեւ ամենախորացված կոնցեպտների վերաբերյալ։ Okay? Շատ կարևոր բան եմ ուզում ձեզ ասել, որ ոչ մի դեպքում մենք գործարք չենք բացելու սովորելու ընթացքում։ Սովորելու ընթացքում մենք միայն ու միայն սովորելու ենք։ Ոչ մի էմոցիոնալ կտոր չի լինելու, որտեղ որ հետո դուք կխառնվեք իրար եւ այլն։ Զուտ մկանային հիշողություն ենք զարգացնելու, որտեղ որ հասկանալու ենք գաղափարը, զարգացնելու ենք գաղափարը, ու հենց որ պատրաստ լինեք, նոր միայն այդ ժամանակ գործարք եք բացելու եւ փորձելու եք փող աշխատել։ Մինչեւ այդ պահը ոչինչ չի լինելու։ Որովհետեւ ինձ պետքա որ դուք սովորեք, ոչ թե ինձ պետքա որ դուք փող կորցնեք կամ էմոցիոնալ թրեյդինգով զբաղվեք։ Հենց որ եթե սա ամենը ձեզ հետաքրքիր է, կապվեք ինձ հետ եւ մանրամասն կխոսենք։ Դա արդեն մենք հիմա չենք խոսելու, թե ոնց է այդ entry ստրատեգիաները որ ունենք, բայց գլոբալ պատկերը սա է, որ այս շաբաթ ես ռեալ ակնկալում եմ անկում կբարձրանա այստեղ, այս զոնայից նոր կսկսի իջնել։ Դա է իմ կարծիքը, հենց այդպես էլ անելու ենք, իհարկե մենք կուրորեն չենք միանգամից գցվում ջուրը, միանգամից գործարկանում, սպասում ենք, որ տեղի ունենա ինչ-որ քայլերի երթականություն, okay, այսինքն մոմերը ոնց են ձևավորվում, լիկվիդացիան ոնց է մաքրում, հետո ստանում ենք շուկայի կառուցվածքը դեպի ներքև, այսինքն չոչ ենք ունենում, change of character, որից հետո արդեն shift կամ ինչ-որ տենց տարբերակով միանգամից մտնում ենք գործարքի եւ սա է մեր պոտենցիալ թարգետները լինելու են այստեղ ներքևը, ինչպես որ ասացի, 65000-ի սահմաններում, այսինքն այստեղ մենք ռեալ կարող ենք դիտարկել, որ 1-4-ի գործարք կարանք ունենանք, շատ ավելի բարձր գործարքի տարբերակել կարա լինի, երբ որ արդեն փոքր գրաֆիկայով նայենք, ոչ թե 4 ժամով, այլ մի ժամով, 15 րոպեով եւ այլն, okay? Սա էր այսօրվա համար մեր վերլուծությունը, հուսով եմ հետաքրքիր էր, զգուշ եղեք, խնդրում եմ հիշեք, որ fake hike-երից հեռու մնացեք, ես ձեզ երբեք չեմ գրելու, ձեզ երբեք չեմ անհանգստացնելու, տափակ հարցեր չեմ տալու, որևէ բան չեմ խոսալու, okay? Եթե դուք իհարկե ինձ հետ կապի դուրս չգաք։ Նենց որ այսքանը ձեզ լավ օր, կապի մեջ, հաջողություն։